Ճիշտ ասեմ, այս ընթացքում ինձ հիշել ես։ Արդեն հանգիստ ես բալես, ես մի հատ դուրս կամ, հա? Հիմա կգամ։ Վախեցել ես, սիրելի մայրիկ, մտածում ես աղջիկդ ձեռքից գնում է, շատ լավ է, ես ուրիշ տարբերակ չունեմ, էսա միակ ձևը համոզելու, որ էդ քոսոտն ամեն ինչում մեղավոր, համել հիմա էլի մենակ իմ կողմից կլինես։ Ինչ կա։ Սովորական։ Կարող է իրար հետ դուրս կան գնանք։ Ես կմնամ ապեր։ Երկար ես մնալու։ Հա։ Բայց ոնց որ հեչ տրամադրություն չունես։ Ամեն դեպքում կարող ես սպասեմ իրար հետ գնանք։ Դու ջանգենագործի կլինի։ Ես կմնամ։ Դու գիտես։ Հաջող։ Աբել ջան, ես թերն է։ Հա, ես տերասը։ Շատ զբաղված ես։ Զբաղված եմ, բայց ժամանակ ունենամ հաստատ հետ խոսալ ինչ նորություն կա։ Ես դրա մասին անդադար չեմ խոսում, բայց դրա համար ամեն ինչ արվում է հավատա։ Գիտեմ, Աբել, գիտեմ։ Ես սկսում եմ մտածել, որ ինքը դիտավորել է թաքնվել, թե չէ ուրիշ ժամանակ ինչ-որ մի կերպ նշան տված կլիներ, իսկ հիմա ոչ մի լուր։ Եթե նույնիսկ ինքը թաքնված լինի, մեկը կգտնեմ։ Աբել, ես դրա համար չեմ զանգել։ Բան չի ամաստել։ Դու ուշ ես գալու։ Ես ուղղակի ձեր տանն եմ ուզում եի իմանալ։ Դուք ինձ մի սպասեք։ Ես երևի այսօր չեմ էլ գա։ Լավ։ Աբելն ասաց երևի այսօր չգա։ Դե լավ, Լիլ, նեղված ա կանցնի։ Լիկա, ինչ ա եղել, ինչ ես լացում, նոր լավ էիր։ Կարող է երազես տեսել էլի։ Գլուխը տա ցավում, Լիկա։ Չէ։ Բա ինչ։ Մամա Երանի չէր մենակ գլուխս ցավար։ Կասես ինչ ա եղել, բալես։ Մամ, պապային եմ կարոտ։ Ես գիտեմ, որ ինքը հիմա ողջ լիներ իմ կողքը կլիներ, մամ։ Ինձ կպաշտպաներ։ Ես այս ամեն ինչի մեջ չեն գնի։ Ես գիտեմ, որ կարոտում ես։ Բայց մենք էլ ոչինչ չենք կարող փոխել, պապատ էլ չկա ու մեր կողքին չի։ Երանի մամ, Երանի պապան լիներ։ Ես իրան ենքան կիսա թողած բաներ ունեմ պատմելու։ Կարոտում եմ։ Ոչինչ, ես եմ քո կողքին, Արամը։ Արամը երեսս չի ուզում տեսնի։ Երեսիս չի նայում։ Ոչինչ, ինքը հիմա խառնա ու
Որոշ սխալ բաներ անում, բայց ամեն ինչ լավ կլինի, կանցնի ու ամեն ինչ լավ կլինի։ Քո քույրիկն է քո կողքին, Արամն է քո կողքին, ես եմ քո կողքին։ Հա, մամ, բայց Էլմի, վերջ։ Պապ, մամից լավ շատ բան ունեի պատմելու։ Դժվար է, մամի, մամա, շատ դժվար է։ Վերջ, բալեց, վերջ։ Ես քո կողքին եմ, վերջ, Էլմի լացի։ Պապատ քեզ շատ էր սիրում։ Դու իր համար միշտ էլ ուրիշ աշխարհ ես եղել։ Դու պետք է դա հիշես ու ամեն ինչ լավ կլինի։ Լիլ, արդեն ուշ է, արի գնանք քնենք։ Չէ, դու հանգիստ քնի, ես կսպասեմ։ Աբելն ասեց չի գալու, իզուր մի սպասի։ Ոնց էլ լինի, լուսադեմին կգա։ Ուզում եմ խոսեմ հետը, դու գնա քնի հանգիստ։ Լավ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ինչ լավ է գոնե եկար։ Կներես չէի տեսել։ Ինչ ես սպասում ինձ։ Իսկ ինչ անեի քո կարծիքով։ Առաջ գոնե գիշերները տուն էիր գալիս, ինչքան էլ ուշ լիներ, իսկ հիմա արդեն առավոտն ես գալիս։ Ամ լավ էլի։ Ինչ լավ էլի, Արամ։ Հասարեն դու արդեն այնքան զբաղված ես, որ ժամանակ չունես, որ գաս քրոջը հիվանդանոցից տուն բերես։ Ինչ եք ուզում ինձանից։ Գործեր ունեի չէի կարող գայի։ Ես ուզում եմ, որ ընդամենը դու քո քրոջը չատես ու պաշտպանես ոմն Աբելին։ Հերիք է էլի արդեն։ Աբել, Լիլիթ։ Ինչ եք կապել այդ մարդկանցից, ինչ եք ուզում։ Իրանք ինչ կապ ունեն։ Այն կապը ունեն, որ իրանց պատճառով իմ տանը անընդհատ կռիվ է։ Այս տան կռիվը, ու այս տան կռվի միակ պատճառը քո աղջիկն է։ Ու քո աղջկա սարքած կինոները, որ հիմա դու սենց հավատում ես, սենց փոխվել ես։ Տենց բան չկա, մի հավատ աղջկատ։ Սուտ ասախ։ Լավ, ես չեմ կարող պատկերացնել, դու ինչքան կարող ես ատել քո քրոջը, որ ընդհանրապես չես ուզում իր անունը լսես։ Լավ էլի խնդրում եմ, տեղից այնքան հոգնած եմ, գործեր այնքան շատ են, հավես չունեմ մանավանդ Դիկայի մասին խոսալու, ավելի լավ է գնամ քնեմ էլի։ Իսկ ես դեռ չեմ ավարտել խոսակցությունը, Արամ։ Մամ ջան, կներես, բայց ես եմ ավարտում խոսակցությունը, որտեվ էլ հավես չունեմ ու քունս ահավոր տանում է, կներես։ Բարի գիշեր, այսինքն բարի լույս։ Սենց էլ չի կարա շարունակվի, Արամ։ Լիլ, երեխուն տանը ու շուտ կամ, լավ։ Լավ։ Լիլ, Աբելը որ գատուն, եթե ինձ լսես հիմա ոչինչ չես ասի։ Ձեզ երկուսիդ էլ ժամանակ է պետք։ Չգիտեմ ես վիճակով ոնց եմ քնության գնալու։ Կկարողանաս։ Սա ոչ քեզ համար առաջինն է, ոչ էլ երկրորդը։ Հիմա գնում ես, թե ես պատրաստում, թարմանում ես ու գնում ես քննության։ Ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հավատում եմ։ Շուտ գնանք տանք, լավ։ Զգուշ։ Նոյ։ Նոյ, կյանքը զարգի։
Նոյ, զարթնի կյանքս։ Նոյ, զարթնի։ Բարի լույս կյանք։ Աս։ Ջան։ Դուս դե ինչ ես անում։ Ոնց թե ինչ եմ անում։ Ինչ ես զարմանում։ Զարմանում եմ, որովհետև ես չեմ հիշում, որ դու մեր տուն ես եկել։ Նորմալ է։ Ինչտե նորմալ, որ ես բան չեմ հիշում։ Նորմալ է, որ սիրող մարդկանց մեջ սենց բան կարա լինի։ Ինչ ես խոսում, ինձ սիրող մարդիկ։ Ոնց իմ սիրող մարդիկ։ Այդտենց, ինձ սիրող մարդիկ։ Ով ա ում սիրում։ Ինչ ես ինձ հետ սենց խոսում։ Ինձ ես խոսում, ոնց որ զորով եկել եմ ձեր տուն։ Կարող է ասես, որ սա հասածներդ երեկվա սուտ էր։ Ինչ ես խոսում աս։ Ես ոչ մի բան չեմ հիշում, ես մենակ հիշում եմ, որ մենք լավ խմել ենք, թե ոնց ես հայտնվել մեր տանը, այդ ես չեմ հիշում։ Ինչ։ Երեք դու վատ էիր։ Անդադ վիրավորված էիր ինչ-որ մեկից։ Դու խնդրեցի, որ քո հետ գամ, քեզ մենակ չթողնեմ։ Պիտի ասեմ շնորհակալություն քեզ, հա։ Սուսուն էլ բառ մի խոսա։ Էս սխալմունք էր։ Սխալմունք։ Երեք դու ուրիշ բան էիր խոսում։ Շատ վատ էիր, ես կասեմ, սիրո խոստովանություն էիր անում։ Փաստորեն քեզ վստահել չի կարելի։ Մենակ չասես, որ խմած էիր, դրա համար էիր տենց բաներ խոսում, որովհետև ես ինձ շատ վատ կզգամ։ Սուսուն էլ բառ չխոսես։ Չգիտեմ ինչ անեմ։ Նոյ ճիշտ է։ Աբելը որոշել է կյանքս տնօրինել։ Իր օրենքներով է կառավարում, բայց հաշվի չի առնում իմ ցանկությունները։ Չէ, ես չեմ կարող։ Պետք է խոսեմ Նոյի հետ։ Տեսնես հիմա ինչ վիճակում է։ Ինչ է ասել Աբելը։ Կամ ինչ է արել։ Չեմ էլ ուզում պատկերացնել։ Եթե ինձ հետ էր այդպես վատ խոսում, պատկերացնում եմ, թե Նոյի հետ ինչ կոպիտ է խոսել։ Ու ամեն անգամ ստացվում է այնպես, որ ես Նոյին մենակ եմ թողնում։ Չէ, սխալ եմ անում։ Ինձ թվում է կհասցնեմ Նոյի հետ երկու բառ խոսել։ Գոնե մի հատ սուրճ առաջարկի։ Էփեմ երկուսիս համար։ Քո այս պահվածքից շատ եմ վիրավորվում։ Կարող է գիտես ես ամեն երկրորդի հետ քնում եմ։ Մենք իրար վաղուց ենք ճանաչում, անցյալ ենք ունեցել, ու այս քո վիճակդ ինձ համար շատ տարօրինակ է։ Կարաս գնաս հագնվես։ Երիկը տանս մեջ տգլոր մանգաս։ Գնա հագնվի։
Թե իմանաս ինչքան քո ավեսը չունեմ, Հասմիկ։ Ես քննության եմ, բայց ես ուզում եի Աբելյան խոսենք, ես ամբողջ գիշեր չեմ քնել, ես գիտեմ, որ Աբելի հետ խոսել եք, ես արդեն պատկերացնում եմ ոնց է խոսել հետդ, ամբողջ գիշեր չեմ քնել, ես մտածում եի, որ անպայման պիտի խոսենք, ես կարճ ժամանակ ունեմ, ես քննության եմ, բայց պիտի անպայման ասեի ինչ մտածում եմ, հասկացի, ես ամեն ինչ ես? Ես քեզ կսպանեմ, Սպասի, ես ամեն ինչ քեզ կբացատրեմ, լսում ես? Գնա հագնվի քեզ ասեցի։ Քո այդ եմ չես լսում։ Լիլ, սպասի էլի։ Ինչ սպասեմ։ Սպասեմ, որ հերթական ստերդ լսեմ։ Լիլ, այսքան չեմ եկել, որ ստերը օրինեմ։ Ուղղակի թող բացատրեմ։ Ես ամեն ինչ տեսա։ Էլ ոչ մի բան բացատրել պետք չի։ Ես եմ հիմար, որ քեզ հավատացել եմ, որ մտածել եմ, որ կարողա դու փոխվես։ Որ Աբելի խոսքերն անտեսելով նորից եկել էի քո հետ խոսալու։ Ինչի եմ ես քեզ հավատացել չեմ հասկանում։ Հիմար եմ ես։ Լիլ, ուղղակի ես երեք շատ վատ վիճակում էի։ Ընկերոջս տեսա բանակի, նստեցինք, մի քիչ խմեցինք։ Մի քիչ խմեցիք ու ինչ-որ մեկն եկավ ու ինչ ես խոսում։ Ինչ լսեմ։ Լսելուց ինչ է փոխվելու։ Տեսածս է փոխվելու։ Չէ։ Լիլ։ Երեք Աբելի հետ։ Ոչ մի բան մի ասա չես հասկանում։ Չեմ ուզում լսեմ ստերդ։ Հանգիստ թող ինձ։ Ես ու չեմ խոսում։ Ես քեզ ասում եմ, Աբելի հետի խոսակցությունը, քո հետի խոսակցությունը բերեց նրան, որ դու որոշեցիր մի լավ հանգստանալ։ Շատ լավ ես արել, ապրես։ Ուղղակի դու սխալ ես ընկալում ամեն ինչ։ Իհարկե, դա ինչ է ինչ դու մտածում ես, ոնց որ միշտ։ Լիլ, մեկը ինձ լսելու ես։ 3 ժամ էլ լսեմ, ոչ մի բան չի փոխվելու։ Հանգիստ։ Փոխվելու է։ Ուզես չուզես պետք է լսես։ Թող ասում եմ ձերքս։ Խելագարվում եմ, հա արդեն խելագարվում եմ, Պետրոսը սենց ուզում է իր ասացն անի, ուզում է, որ ես ինքնակամ գնամ այդ դժողքը, բայց չեմ կարա, չէ, ես չեմ կարա, մի քիչ էլ կհամբերեմ, դուք իմ ասացները կլսեք, խելոքի պես կլսեք ու կանեք, պատասխան եք տալու բոլորդ։ Բոլորդ պատասխան եք տալու։ Հա, պատասխան եք տալու։ Ինձ պատասխան։ Պատասխան եք տալու։ Լսես ինձ նոր բացք թողեմ։ Թող ձերքս ասում եմ, ես չեմ սիրում, որ ձերքս բռնում են, հատկապես երբ դու ես բռնում։ Լիլիթ, լսի հետո նոր։ Թող ասեցի։ Ինչ լավ ազարթուն ես, ուտել է ժամը։
կանխատեսում չենք բերել։ Ինձ չի հետաքրքրում։ Քո համար արվում Մարթա։ Կարաս սուս մնաս տեղից գնաս։ Ես քո համար, դու։ Մինչև հիմա չեք հասկացել, որ ինձ ձեզնից բան պետք չի։ Մարթա, սենց ոնց կլինի, հիմա էլ չես ուտելու։ Չէ, չեմ ուտելու։ Սենց մենակ քեզ ես վնասում։ Ավելի լավ։ Մարթա։ Հերիք, ասում եմ գնաս տեղից, շատ ես խոսում։ Ես տեղ չեմ էլ մնալու, բայց… Ոչ մի բայց, ասում եմ ստեղից գնա։ Թե մտածում ես ոնց ես Պետրոսին փոխանցելու, որ ես հաց չեմ ուտում։ Կարաս իմ կողմից հայտարարես, որ ես հաց չեմ ուտելու։ Մինչև ինքի իմ ասածները չանի, հասկացար։ Ուզում ա 3 օր ացնի, ուզում ա 30 օր։ Չեմ ուտելու, մինչև ասածս չանի։ Քո ուզածը ինչ ա, Մարթա։ Իսկ քեզ այդ չի վերաբերում։ Դու ստեղ ընդամենը պահակես պահակությունը տարա։ Ախր սենց չի լինի, Մարթա, ես ինչ ես անում։ Լավ եմ անում, քո ինչ գործ։ Իսկականից։ Գնա։ Դու լը կտեսնես, Պետրոս, ես ամեն ինչ կանեմ, որ ձայնս քեզ տեղ հասնի։ Ես հասկանում եմ, որ դու շատ վիրավորված ես, Լիլիթ, բայց ինձ պետք է լսեիր դու։ Վերջը ուզածը տեղը, վելի ապել տեղը։ Ես իմ ձեռով ամեն ինչ քանդեցի։ Ապրես, նոյ։ Տաղա ես դու։ Ալո։ Ինչ կա աղբերս, ոնց ես։ Նորմալ դու ասա։ Լավ եմ, երեք ոնց անցավ, պտի որ լավ անցած լինի։ Լավ լրում հավես չկա։ Ինչի։ Ինչ ա եղել։ Հետո էլի։ Աղբերս ես ազատ եմ, ուզում ես գամ խոսանք։ Ուր ես։ Տունն եմ, բայց։ Դե էլ ինչ բայց, հեսա գալիս եմ, դու տեղը ասա։ Ռոման։ Նոյ տանը տեղը ասա, մատ հասկանամ ինչ ես տենց խոսում։ Լավ արի։ Երիքա գարիք։ Երիքա, իլ չեմ ուզում լսան։ Քիչ ա մնացել։ Շատ քիչ ա մնացել։ Ես քո վրեժը կլուծեմ։ Մենակ թե սուս, իլ չեմ ուզում լսան։ Երիքա։ Ես ինչ ես բերել։ Ուտելիք եմ բերել։ Ես չէի ասել մոտս ուտելիք չմտնի։ Դուք վատ եք հասկանում։ Ես ասել եմ, չէ որ բան չեմ ուտելու։ Կգնա շեֆիդ կփոխանցես, որ բերանս բան չի մտնելու։ Հասկացար։ Ես ավելի լավ աստեղ սոված մեռնեմ, քան ենթարկվեմ ձեր ասածներին։ Պարզա, դե հիմա գնա ստեղից։ Գնա ստեղից։ Արագ։ Ես կանեմ։ Ամեն ինչ կանեմ։ Կանեմ, որ ազատվեմ ու մաքրվեմ։ Կանեմ, գարիք։ Ոնց ես։ Նորմալ։ Կոֆե կխմես։ Չէ, աղբեր, բան չեմ ուզում։ Ասի գամ տնամ ինչ ա եղել, ես ինձ անտրամադիր։ Նորմալ ա։ Նոյ ջան, աղբերս մենք իրար ուրիշ մարդ չենք հասկանում, ես դու ինձ կարաս հանգիստ պատմես ինչ ա եղել։
Երեք ամեն ինչ լավ էր, ուրախ էիր, ընկերուդ հետ էիր։ Ռոմ ջան, այդ աղջիկը իմ ընկերուհին չէր։ Արա գլուխս պայթում է։ Այդ նորմալ է, որ գլուխդ պայթում է, նորմալ չէ լինի, որ գլուխդ չպայթեր։ Նոր ջան, բայց մի բան չհասկացա, այդ աղջիկը, որ ընկերուհիդ չէր, ով էր։ Այդ աղջիկը նախկին ընկերուհիս էր։ Ու երկար ժամանակ Հայաստանում չէր։ Եկավ, տենց հանդիպեցինք։ Հասկացա իմը։ Հա, բայց ինչ կա տեղ վատ։ Ես ես տխուր։ Ռոմ, հիմա ավեշ ունեմ, թող մնա հետո կպատմեմ։ Չէ, ախպեր, ես տենց չեղավ, դու ինձ հենց հիմա պետք է ամեն ինչ պատմես։ Հասկանում ես, որ ես ուզում եմ քեզ օգնեմ։ Նոր։ Դե որ ուզում ես օգնես, հեսա պատմում տես, կարաս օգնես, թե չէ։ Ռոմ իմ իսկական ընկերուհին ես որ առավոտ եկավ մեր տուն։ Ու ոնց ասեցի, այդ աղջիկն է մեր տունն էր։ Ու յուրահատուկ տենց հանդիպում ստացվեց։ Երբ այսինքն ստացվում է, որ դու քո նախկին սիրած աղջիկը ու հիմիկվա սիրած աղջիկը, հա։ Հա, տենց է ստացվում։ Ախպեր ես, դու իրոք շատ խարդ ես։ Շատ։ Լավ, ինչ անենք, ասա, ինչով կարամ ես քեզ օգնեմ։ Կարող եմ մի բաժակ խմենք դզվես։ Չէ, չեմ ուզում։ Երեք խմեցինք տենց, արդյունքը տեսա, մինչև հիմա էլ չեմ դզվել։ Արա ամենահետաքրքիրը գիտես որն է, որ իմ ու իմ սիրած աղջիկը գործերը հետքան է լավ չէր։ Ու իմ ընկերուհին է իմ մոտիկ ընկերոջ քուրն է։ Ու ախպերն է դեմը մեր հարաբերություններին։ Ու հիմա ես չգիտեմ ինչ եմ անելու։ Ճիշտ ես ասում, իրոք շատ բարդ հարց է, ախպեր ես։ Իսկ կարող է այդ ընկերոջիդ հետ խոսած, մի բան ասես, բացատրես։ Բացառվում է։ Ես չգիտեմ Լիլիթի հետ ինչ եմ խոսել։ Հաստատ չէ լուզի լսի։ Ամեն դեպքում պետք է բացատրես։ Չգիտեմ, ինչ ասեմ, ախպեր ջան, ինչով կարամ ես քեզ օգնեմ, դու մենակ ասա, գիտես ես պատրաստ եմ։ Դու գիտես ես գիտեմ, ես է չգիտեմ, ես է կմտածենք էլի մի բան։ Ասա, հասկացա, գիտեմ Սամոնել էր նույն բանն ասում, հա, եղավ լավ, հա։ Ինչ կա հետո։ Դե Արտա հետ է կապված, հա։ Հաց չի ուտում։ Դե այդ նորություն չի։ Տենց կապրիզներ ունի։ Բայց ես իրան չեմ խղճալու, չէ։ Տղեկին ասելա, որ էլ հաց չտանեն իրա մոտ։ Բա իրա ուզածն ինչ է, չէ ուզում, հա կլինիկա պարկի։ Բայց ես իրան չեմ ստիպելու, հետո։ Ուրիշ բան կա։ Ինչ նոր պահանջ է, հա։ Այդքան էլ չէ։ Տղեկին ասելա, որ փոխանցեն։ Դե ասա տենամ ինչ է։ Աբելին ա ուզում տենա։ Նորից։ Չա կենտրոնացե Աբելի վրա, չեմ հասկանում։ Հիմա ոնց որ շատ լուրջ է։ Չեմ հասկանում հետո ինչ ա ուզում, հմ։ Պետրոս ինձ ուրիշ բան ա թվում։ Ուրիշ ինչ հետո։ Այն ժամանակ են Գարիկի դեպքից հետո։ Անընդհատ ուզում էր տենալ Աբելին։ Չգիտեմ ինչ ա մտածել Անիկա մասի, հա, բայց մի բան հաստատ է։ Ասես որ Աբելին տեսնի, կգնա կլինիկա։ Չգիտեմ պետք է հավատալ թե չէ։ Եթե այդ միակ տարբերակն է հետո։
Վտանգավոր է, հասկանում եմ, բայց դու ամեն ինչից վեր ես։ Ես չեմ կարող ես մի հնարավորությունն էլ բաց թողնեմ։ Պետք է օգտագործել։ Դու կգնաս կլինիկա, ու ամեն ինչ լավ կլինի։ Կազմակերպի հետ հանդիպում է դա։ Պետրոս, բայց այդ շատ ռիսկային է։ Մարտան անկախատեսելի է։ Ասեցի արա Մարտայի ուզած է դա։ Բայց ոչ մի բայց։ Ասում եմ կազմակերպի հետ հանդիպումը։ Մարտան կանի իմ ուզածը, ես է կանեմ իրա ուզածը։ Լավ։ Մեկ էլ Աբելին զգուշացրու, նախապատրաստի, ինքը ամեն ինչ կհասկանա։ Գիտեմ, որ հիմա գլուխը խառնալի կգործերը վա, ընկած, կարևոր հանձնարարություն է, բայց Մարտան իմ համար կարևոր է դու։ Հասկացա։ Կարած գնաս։ Շատ եմ ուշացել։ Լիլ գժվել ես։ 20 րոպե ուշացել ենք քնությունից։ Դու ինչի չես մտել։ Լիլ, ինչի ես այս վիճակում։ Ինչի են աչքերդ կարմրած, ամբողջ գիշեր լացել ես։ Արի, ներս գնանք։ Ապեր բալավ ինչ, իմաց ասացնելու ես, հա։ Աբա ինչ անեմ։ Արի գնանք միտեղ հանդիպի խոսա, հետը բացատրիս, ես չի լինի, նոյ ջան։ Նստես, որ ինչ, բանա փոխվելու։ Ոչ մի բան չի փոխվելու։ Ամել որ չի ուզում ինձ լսի, գնամ ինչ խոսամ հետը։ Բալավ ինչ ես առաջարկում, ինչ անես, աղբեր։ Ոչ մի բան չեմ առաջարկում։ Հենց էդ է հարցը։ Գնալու եմ ասեմ Լիլիթ լսի, չէ ես չեմ ուզում քեզ լսեմ, էդ է։ Նոյ, մի բան հասկացի, դու պետք է պայքարես։ Պետք է իրան բացատրես, որ այդ ամեն ինչը եղել է թյուրիմացություն։ Որ ինքը հասկանում է, sense որ մենա ինքը ոչ մի բան, ուղղակի հերվան է գերից ու վերջ։ Ոչ մի ձևը չի կարող լինի։ Չեմ հասկանում, ես ես թուլացել։ Ինչ անեմ, ես գնամ խոսամ քո տեղը։ Դա հանգստացի ու շատ լսի։ Ինքը ինչ որտեղ ճիշտ է։ Մտնում տենում է իր սիրած տղեն ինչ որ աղջիկա հետ է, առանձին, մի տան մեջ։ Հիմա ինքը իրան վիրավորված ազգում, դավաճանված ազգում։ Մի խոսքով ուրիշ տարբերակ չի կարող լինի։ Ես հասկանում եմ այդ ամեն ինչը, բայց պետք է խոսած, բացատրես, չէ՞, աղջկան, որ այդ ամեն ինչ եղել է թյուրիմացություն, վсё։ Ռոմ ճիշտ ես ասում, թյուրիմացություն է եղել։ Բայց այդ ինքը չի հասկանա։ Ախպերս վերիկաց։ Վերիկաց գնանք խոսա, բացատրի ամեն ինչ, երիկաթը տակ-տակ են ծեծում։ Ինչքան թողես, այնքան դժվարանալու է, իմացի։ Չէ, Ռոմ պետք չի։ Նոյ պետք է։ Որտեղ է մնում, ասա ես գնամ։ Այսօր ինքը քննության է։ Հաստատ իմ ժամանակն է չունի։ Քննություն, դրանից լավ շանս։ Որտեղ է այդ քննությունը, արի գնանք սպասենք, թող դուրս գա խոսա ախպերդ։ Չէ, հաստատ չէ։ Եկել էր որ առավոտ շուտ իմ հետ խոսար, այնտեղ խոսալու բան չմնաց։ Լավ ախպեր, ուրեմն սենց ենք անում։ Կամ հենց հիմա երկուսով գնում ենք, սպասում ենք, մինչև դուրս է գալու ու դու խոսում ես, այդ ամեն ինչ բացատրում ես, կամ ես անում եմ այդ մենակ։ Ընտրի, ո՞նց ենք անում։ Բա ո՞նց ես տանջվելու։ Հենց մոտ քեզ նայի։ Ոնց որ դու չնես ախպեր։ Վերիկաց, գնա փոխվի գնացինք։ Նոյ։ Լավ համոզեցի։ Ես շատ ճիշտ էի անում, որ անհանգստանում էի։ Ինչ հա տեսքդ, դու ոնց ես սենց քնությունը անցնելու։
Նոյի հետ է կապված, թե Աբելի։ Աստղիկ հիմա դրա ժամանակն է։ Հիմա ինչ ենք անելու։ Բարև ձեզ։ Կներեք, մենք քննությունից ուշացել ենք, կարող ենք ներս մտնել։ Բարձացեք վերև հանձնաժողովի նախագահի մոտ։ Արի։ Ասայդը։ Իմացա, որ այդտեղ ես մնացել։ Հո բան չի եղել։ Չէ, ասա բան կա, որ զանգել ես։ Կա։ Պետրոսն է ուզում հետդ խոսա։ Հա, գիտեմ, ես պետք է գա իրեն տեսնեի։ Էսի ուրիշ թեմա է։ Ինչ թեմա։ Մարտայի մասով է։ Ասել էի, չէ՞ քեզ։ Որ Մարթան ինձ ուզում տեսնի։ Հա։ Ու Պետրոսը ասել է, որ գնաս մոտը։